Հաջորդ քայլը հետևյալն է. ազգային կառավարություն, անցումային ժամանակավոր կառավարություն ստեղծելը, անցումային եւ թող ոչ մեկ կոնկրետ ժամկետ չդնի 6 ամսով, մի տարով, ոչ, որովհետեւ մենք պատերազմային վիճակի մեջ ենք, մենք պատերազմ ու ոչ մեկ չգիտի 6 ամսում թե 2 տարում կհաջողվի մեզ համապատասխանացնել թե սահմանադրությունը իրական ժողովրդավարության սկզբունքներին, թե ընտրական օրենսգիրքը, թե կուսակցությունների մասին օրենսգիրքը, հա, եւ կհաջողվի։ Եվ ինչը ոչ ավելի պակաս կարևոր է, նաեւ մեր ազգաբնակչությանը, մեր ժողովրդին պատրաստել այդ նոր օրենքներին համահունչ մոտեցումներին, որովհետեւ դուք շատ գեղեցիկ բան կարող եք գրել, շատ իդեալական, բայց այդ մարդը էլի գնա իր 5000-ները վերցնի։ Երկուս Երրորդ քայլը, որը ոչ, այսինքն սա ոչ թե երրորդ, այլ զուգահեռ պետք է կատարվի։ Համատարած լուստրացիա։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հարձակվելով եկեղեցու վրա, այսպես շատերը ասում են հարձակում, հա։ Ըստ էության ճիշտն ասած մի պահ ինձ թվաց, որ լավ բան է ուզում անի։ Ես լոյալ մարդ եմ, եթե անգամ իմ թշնամին ճիշտ բան անում, ասում եմ այս մի քայլը ճիշտ է։ Հեսա դրա մանրամասն դրան էլ կանադառնամ։ Որս ահա սկսել է լուստրացիան, սկսել է եկեղեցուն ներթափանցած KGB-ի գործակալների կամ օտար երկրի գործակալների մաքրազարդումը։ Փաստորեն ստացավ, որ չէ։ Իմ մտավախությունը, որ կար ժամանակին, որ չէ, սա միշտ կիսատ նույն բանն անում, կիսատ պռատ։ Այսինքն Նիկոլի այս կիսատ պռատությունները միտված են մի բանի։ Երկրում ապակայունացնել իրավիճակը, ապակայունացնել, թշնամացնել մեկը մյուսի հանդեպ։ Հիմա տեսեք, երբ որ ես լսում եմ այն մարդկանց, ովքեր կարծես թե եկեղեցու կողմն են, չնայած մարդիկ են կողմի, մարդիկ ասում են, այ մենք եկեղեցու կողմը չենք, եկեղեցուն դեմ չենք, մենք եկեղեցի մեջի սրիկաների դեմ ենք, սենց ասենք։ Չէ, սրանք շարունակում են եկեղեցի, այսինքն օտար երկրի գործակալին նույնականացնում են հայ ազգի եկեղեցու, նույնականացնում են։ Ասում վեհապարին բան ասեցիր, այսին սրբազանին բան ասեցիր, ուրեմն դու եկեղեցուն ես դեմ։ Այդ տրամաբանությամբ հիմա նայեք, շատերը կարող են կարծեն, այս Նիկոլի կողմնակից է։ Եթե Նիկոլին բան եք ասում, ուրեմն պետության դեմ եք։ Ոնց։ Եթե դուք կարծում եք, որ Նիկոլը դավաճան է, ասում եք Նիկոլն է դավաճան։ Չէ, մի ասեք, դուք պետության դեմ եք։ Ոնց թե։ Եթե դավաճանը նստել է, չասես որ դավաճանն է։ Եթե վեհապարը գործակալ է օտար երկրի կամ ասենք կարկա լույս անելու ենթակա է կամ արդեն է եղել, չասես։ Չէ, եթե ասում ես, ուրեմն ის ինչ, այսինքն հասարակությունը ինքան է բևեռած է, որ իրան հետարքիր չի լուսնի հակառակ կողմը։ Իրան պետք է այս թեզը ասին, կետի ասում է։ Այս կողմից էլ նույնը։ Նույնն էլ Նիկոլես կողմ, իրանց պետք է ասել, որ սա ասած, իրանք էդ են քշում։ Ինչպես որ Նիկոլ Փաշինյանը կիսատ պռատ արեց Սերժին մերժելը կամ նախկին իշխանությունների մերժելը եւ ավելին սրբագրեց իրանց անցյալը։ Ասես դե կաշառակերությունը վաղեմության ժամկետ ունի, շո Ռոբերտ Քոչարյանն ազատ է, մարդը պարզ ինքն էլ ասում, այո, կաշառքի մեջ ինձ մեղադրել են, բայց վաղեմության ժամկետով այդ փակել են գործը։ Վերջացավ։ Ուրեմն ազգին դավաճանելը վաղեմության ժամկետ չունի։ Այ ոնց որ ինքը հայկական երկաթգիծ է, ես Ռոբերտ Քոչարյանի մասին եմ ասում, անունը դնելով Հարավ Կովկասյան, դրանով իսկ նախապատրաստելով հողը Հայաստանի վերացման եւ հետագայում գուցե եւ հենց երկաթգծի անունով էլ կոչեն Հարավ Կովկասյան հանրապետություն։ Դա վաղեմության ժամկետ չունի։ Ինչպես որ Պետրոս Գետադարձը, դա էլ վաղեմության ժամկետ չունի, որ հանձնեց Գագիկ երկրորդին բյուզանդական կայսերին եւ այդպիսով վերջացրեց Հայաստանի ինքնիշխան պետություն դառնալու հնարավորությունը։ Դա է եկեղեցին։ Այսօրվա եկեղեցին դա է, որ Պետրոս Գետադարձին մինչ օրս որպես սուրբ է ճանաչում։ Դա է։
Եկեղեցու համար տարբերություն չկա, ինքը հոտի տերն է, լինի պարսկական տիրապետության տակ, ռուսական, թուրքական, թե որոշ հարավ Կովկասյան հանրապետության տիրապետություն, ինքը հոտի տերն է, և դրանց ուղեղները հենց այդ դրանով է դրդված, և երբ որ Նիկոլ Փաշինյանը նման գործողություն արեց, ասի մեղակ ես Տեր Աստված, գուցե այս տղայի մեջ ինչ-որ բան փոխվել է, գուցե սա ուզում է արդեն սկսի լուստրացիայի գործընթաց, բայց ոչ, ես կասեմ հետևյալը, ես չեմ տա այն մարդու անունը, ում միջոցով ես ուզում էի, ասենք նաև մասնակիցը լեի այդ պրոցեսին, սկզբնական անգամ ստացանք հավանություն և առաջարկ, որ այդ պատարակը ինչ-որ ձևով, որովհետև պատարակի միջոցով պետք է լուստրացիայի պրոցեսը սկսվեր։ Մեզ մերժեցին, մեզ ասեցին չէ, ահա, ասի, այսինքն այն ինչ-որ մենք մտածում ենք, որ սա իր երկերն է երկում, էլի նորից կիսատ պրատություն պետք է անի, որովհետև եթե մենք հայտնվեինք այդ պրոցեսի մեջ, կիսատ պրատություն չէր լինելու։ Անխնա բոլորին լուստրացիա ենք անելու, բոլորին։ Եվ հետո նորից մտածեցի, որ ախպետ ջան, ո՞նց հնարավոր է առանձին վերցրած Հայաստանի որևէ ոլորտում լուստրացիա արվի կամ անհնար է։ Սա, եթե լուստրացիա ուրեմն համապարփակ, ամբողջ Հայաստանով մեկ, լինի դա ոստիկանություն, ԱՑ, տեղական ինքնակառավարման մարմիններ, բարձրագույն կառավարություն, նախկինները, ներկաները, եկեղեցին, ամբողջությամբ պետք է մաքրել։ Եթե մարդուն դիագնոզ են անում, ասում են ռակ, քաղցկեղ, ու վերջ, այդ մարդուն քիմիա պետք է անես, և ամբողջ օրգանիզմից վերացնես այդ բացիլը, այդ կեղտը, ոչ թե վերցնես, ասենք, վզի մասից մի բան կտրես անես, ասես, շո, եսի պրծավ, բայց մնացած սաղ մետաստազներ սաղ ամբողջ մարմնով է։ Փաշինյանի նպատակը ո՞րն էր այս ամենը սկսելու։ Նորից եմ ասում, մուտիլովկա մտցնելը, հակամարտությունը սրացնելը, և իրական պրոբլեմներից, որ մարդիկ կողմնորոշեն, հիմա որ կողմն են, արևմուտքի, քաղաքակիրթ աշխարհի, թե բռնատիրական ռեժիմի, այսինքն դրա շուրջ չմտածեն։ Այսօր ես ձեզ ասում եմ, պատասխանատու ձևով հայտնում եմ, վաղը հենց մենք հայտնվեցինք իշխանության ղեկին, բոլորը անխտիր պատժվելու են, բոլորը, նրանք, ովքեր ակնհայտ են ծառայել ռուսական կայսրությանը կամ օտար երկրի, ակնհայտ հաստատ են պատժվելու, և նրանք, ովքեր տեսնելով այս պրոբլեմը լռում են, և այս պրոբլեմները իրանց անձնական շահերի համար լռում են և անունը դնում են բալանսավորված քաղաքականություն։ Հիմա ես ես մի բան ասեմ, մենք ապրում ենք մի միջանցքում, մի շենքում, որտեղ մի կողմից նորմալ մարդիկ են, նորմալ ասենք նամուսով մարդիկ են, մյուս կողմը շենքի մի մասն էլ, սենց ասենք, LGBT աննամուս մարդիկ են ապրում։ Հիմա մենք գնում ենք ընդեղ այս նամուսովների հետ նստում խոսում ենք, այդ նամուսովներ ասում են, ախպետ ջան, աղջիկա տերես, տղու տերես, արի մեր հետ ընկերություններ, մենք ունենք սենց կանոններ, մարդասիրական, էս, ասում ենք հա։ Հետո հետում են մեզի տենում են բանը, LGBT-ների հետ նստած բան։ Մեզ ասում են, այ տղա, ինչ գործ ունես դրանց հետ։ Մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարում։ Արա ինչ բալանսավորված։ Գնացել ես, մտել ես Շանխայյան, համագործակցության որջը։ Դու ասում ես ինչին ես բալանսավորում։ Ասում ես ես որ ձեր հետ կնստեմ նամուսով կլեմ, բայց որ եթե մնդե, որ ասեն գիտես մարմինը պետք է տաս մեզի, կտամ հիմա դուք չեք իմանա։ Դուք հասկանում եք, որ մենք պետք է դիրքորոշվենք։ Պետք է դիրքորոշվենք ու դա ախուսափելի է։ Ինչքան էլ ուզում եմ սուտի, սենց ասենք, Նիկոլ, սուտի, սենց ասենք, կանոնիչը, վեհապար, հակամարտություն ստեղծեն, մարդկանց կիսեն, ինչքան գալու է այդ պահը։ Բայց ես ցավում եմ մի բան, որ հենց այդ պահը արդեն պատասխանատվությունը կրելու պահը, որ եկավ, մենք պատրաստ չենք լինելու, ոչ քաղաքապաշտպանությամբ, ոչ մեր քաղաքական, ասենք, հստակ դիրքորոշումով։ Այ, հիմա տեսեք, Նիկոլը նաև երկրորդ նապաստակը կա սրա մեջ, Նիկոլը նաև սրանով ապահովում է անձամբ իրան, ոչ թե Հայաստանի շահերից, որ առաջնորդվել ինքը հստակ ուժեղի կողմը կլներ, սենց ասենք,
Գոնե լավ ոչ թե մարդկային կամ ժողովրդավարության եւ քաղաքակիրթ աշխարհի, այլ գոնե լավ ուժեղի կողմը։ Լավ հստակ ուժեղի կողմն եղի։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները իր հզորությամբ, անկայն հզորա, որ Իրանից հետո գալացող 10 ուժեղագույնների պոտենցիալը որ գումարես Ամերիկայի Միացյալ Նահանգների չափ չկան։ Նայ գոնե այս անասնական բնազդը աշխատեք մարդու մեջ։ Արա սրեսնի ուժեղ է թմնդե։ Թեկուզ վատնա, շատ վատնա։ Այսօր ով շարքում է Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելը։ Այդ Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ռուսաստանի հետ այս 400-ներ էր առնում։ Դու չգիտես ատոմակայանա կառուցում Ռուսաստանի հետ։ Դու չգիտես Ֆինլանդիան այդ նույն բանն անում էր։ Նորվեգիան, Շվեդիան անում էին։ Չէին անում, գիտեք ինչի։ Ճիշտ է, իրանք ՆԱՏՕ-ի անդամ չէին, այս վերջերս ընդունվեցին։ Բայց հետպետությունները ասում են բարբարոսների հետ ինչ գործ ունենք։ Հիմա ՆԱՏՕ-ի անդամ լինելը դա ժամանակին էր ակտուալ, երբ որ կար սովետական բլոկ եւ սովետական բլոկի դիմացերը Թուրքիան ընդունվել այդ բլոկի մեջ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից շոհվում, ասենք ասենք։ Այսօր Թուրքիան կորցրել է իր ակտուալությունը։ Մենք ասում ենք ունեցեք քաղաքական հմտություն, համարձակություն, այդ դերակատարությունը դուք վերցրեք ձեր վրա եւ Թուրքիան փլուզվելու է վարկանական, որովհետեւ նման Թուրքիա պետք չի արևմուտքին, ոչ արևմուտքին, ոչ Ամերիկային։ Իրանց պետք է քայքայված հակամարտկային այդ ռեժիմը հավատացեք, հենց այն պահին, երբ որ մենք մեր դիրքորոշումը դեպի Ամերիկա վերցրեցինք, ուրեմն Սևրի պայմանագիրն էլ է բարձրանալու, քրդերի հարցն էլ է բարձրանալու, հողերի հարցն էլ է բարձրանալու, Նախիջևանի ու Արցախի հարցներն են բարձրանալու, ամեն ինչը բարձրանալու է։ Բայց դու ասում ես, չէ, աղբեր ջան, մեր ռուսնա։ Դավաճանել է, Արցախը տվել է, ոչինչ։ Դե չէ, ինչ որ հիմա այս վերջերս խոսում են Եվրամիության անդամակցության մասին։ Շատ բան են խոսում, Վրաստանի հիմա էլ էին խոսում, արդեն մի ոտով Եվրոմիությունում էր։ Ինչ արեցին։ Իվանաշվիլին իրանց այն թաքնված ականին խոտի տվեցին վերջացրին։ Իսկ Հայաստանը լիքն է թաքնված ականներով։ Թաքնված չէ։ Մենք պարզ ասում ենք, բացահայտ ականներ են։ Անդիմությունը պարզ են ասում Ռուսաստանը չլի, մեր պապանա մենք կորացենք։ Այսօրվա իշխանություններ կարծես թե խաղում է արևմտամետ, բայց մի հատ արևմտամետ քայլ չի արել։ Չի արել, չկա։ Չկա։ Որն է այդ քայլը, որը կարող է լուստրացիան։ Մի անգամ առիթ եղավ։ Ես ասեցի, թող ինձ նշանակեն քաղաքապաշտպանության կոմիտե ստեղծեն եւ դրա ղեկավարը։ Դուք տեսեք շատ կար ժամանակամիջում եւ իհարկե համապատասխան ֆինանսը։ Դուք տեսեք ինչ կան մարդկանց մեջ ոգևորություն կմտնի իրանց պաշտպանված լինելու տեսանկյունից։ Ինչքան մենք քայլեր կանենք։ Հիմա ես նորից եմ ասում։ Եթե այդքան դու ասում ես, էսի այն կարկալույց այն իրա քերու կնոջ հետ այն իրա հորոխբոր կնգա հետ այն ես իմ հետ այն ես իմ սաղ աշխարհի հետ ես չգիտեմ դրանց այդ ինձ հետարքի չի։ Բայց դու մեղադրանք ես չի առաջադրում։ Դու մեղադրանք առաջադրի, որ Ռուսաստանի գործակալը եւ այդ հոդվածով դատի, ուղղակի դատի։ Ինձ նշանակեք լուստրացիայի հանձնաժողովի նախագահ փոխ վարչապետի կարգավիճակով։ Ու դուք կտեսնեք մեկ ամսում ինչ կկատարվի։ Այն տեսել եք ամպերը, որ սև գորգորում են, այն անձրևը թափում է կայծակ բան։ Մեկ վարկյանում այդ ամպերը կգնան ու լույս աշխարհը կտեսնեք։ Մեկ ամսում, դա շատ եմ ասում, ես զապասով եմ ասում։ Պինոչետը գիտեք ինչ արեց։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ Չէ գործող այսօրվա դրությամբ, չէ գործող Հրազդան ստադիոն ունենք։ Պինոչետը բոլոր ազգի թշնամիներին ստադիոնը լցեց դրանց։ Այն նույն բանը ես կանեմ։ Հրազդան ստադիոնի բոլոր մուտքերն ու ելքերը կբետոնապատեմ եւ ուղղաթիռով կիչացնեմ այդտեղ։ 500 հոգիա, 1000-ը, 2000-ը։ Եվ մինչ գովազդի դուրս գալը ինչու չի անում դա Փաշինյանը։ Որովհետեւ ռուսական գործակալության ցանցի անդամ է։ Որովհետեւ մարդիկ կան կիսատ պրոտ են խոսում, այն էլ փորձառու քաղաքական գործիչներ են։ Որից մեկը պարոն Հայրիկյանն է, շատ մեծ հարգանք ունեմ այդ մարդու նկատմամբ, բայց չգիտես ինչու ինչ որ ասում է կիսատ ասում։
Չգիտես ինչու, ես չեմ կարող հասկանալ։ Մարդը ասում է, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը նույն մանկապարտեզից են։ Որ մանկապարտեզից անունը։ Տեսել եք այն Три մուշկետորը կինոն, այն Միլեդիին, որ ասում է, իմ է Միլեդի, իմ է։ Պարոն Հայրիկյան, անունը, մանկապարտեզի անունը KGB։ Եվ դրանք չեն միայն այդ նույն մանկապարտեզից։ Ռոբերտ Քոչարյան, նախկին բոլոր Գեղամյաններու մնացած Վազգեն Մանուկյաններ, հակական գործունեությունը դրա մեջ է, որ ասենք նաև մարդու կատարած քայլից ենթադրեմ։ Մեղադրանքը կլինի գիտեք եւ, այ ոնց որ դուք ասացիք, այ երբ որ դուք լինեք վարչապետի իշխան եք, այն ժամանակ սաղ արխիվները կբացեն, այ մեղադրանքը այն ժամանակ կլինի։